ինքնատիրապետումս կորցնում եմ Նարը։ Ես չգիտեմ այսօր ինչա կատարվում իմ հետ, բայց ինձ թվում է, որ ամեն ինչ կորցնում եմ։ Սոնան գնաց։ Միքոյի հետ հազիվ հարաբերություններս կարգավորվել էր։ Իսկ հիմա ավելի վատ է, քան առաջ էր։ Վարոն բանտում է։ Ու եթե ես քեզ էլ կորցնեմ, չգիտեմ ինչ կլինի։ Դու ամեն ինչից բարձր ես։ Ու իմ սերը կապ չունի քո ընտանիքի խնդիրների հետ։ Հայկ, այդ խնդիրները ամեն օր ավելի շատ են գլուխ բարձրացնում։ Հա, բայց դու մեկա միշտ իմ կողքին ես, չէ՞ լինելու։ Այնքան, ինչքան դու կուզես։ Այսինքն դու կասկածում ես իմ սիրո վրա։ Ու քեզ թվում է, որ պահա գալու ես չուզեմ, որ մենք իրար հետ լինենք։ Սիրո վրա չէ։ Բա էլ ինչի։ Ալո, Սոն։ Լիլ, ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Հանկարծակի եկա, երբ որ զանգդ տեսա։ Անկեղծ եմ ասում, արածներիցդ հետո ինձ լուրջ ինֆարկտ ա խփելու մի օր։ Լիլ, կգաս էստեղ։ Էստեղ որտեղ։ Վրամեց տուն։ Գժվեցիր։ Իբր լավա, որ դու ես գնացել, մի հատ էլ ինձ ես կանչում։ Ով է երաշխավորելու, ես այդտեղից ողջ ու առողջ հետ եմ գալու տուն։ Լիլ, էստեղ հրեշներ չեն ապրում, որ գաս կտեսնես։ Ու հետո ես արդեն գժվում եմ այս 4 պատի մեջ, խնդրում եմ կլինի գործից հետո գաս էստեղ։ Լավ, կգամ։ Բայց տես, եթե այդ արցանը ինձ մի բան ասել է, որը որ ինձ դուր չի եկել, չեմ նայի որտեղ եմ։ Համապատասխան պատասխանը տալու եմ։ Լիլ, խնդրում եմ, տեղից լավ չեմ կլինի, էլ ավելի ամեն ինչ չբարդացնես։ Լավ, կգամ։ Բայց դու ինձ անպայման կդիմավորես ու սեփական կյանքով կպաշտպանես ինձ, լավ։ Խոստացի, որ գամ։ Վայ, Լիլիթ։ Լավ, կգամ։ Եթե մինչև ես քեզ չեն կերել, ուրեմն ինձ էլ չեն ուտի։ Բարև։ Բարև։ Ես շտապում եմ։ Սպասի, խոսանք հետո կգնաս։ Ես չեմ ուզում քո հետ խոսամ։ Ինչի։ Որովհետև էլի անտաշի ռեժիմդ միացնելու ես, օրս փչացնես։ Հիմա ինչ եմ արել։ Ինչ ես նեղացել։ Ինչքան հիշում եմ, ոչ մի բան չեմ արել, որ քեզ նեղացնեմ։ Լավ էլ նեղացրել ես, արել ես այն, որ նեղանամ։ Իսկ եթե ըստ քեզ ոչ մի բան չես արել, ինչի համար ես այդտեղ հիմա։ Որ քեզ տեսնեմ։ Տեսար։ Տեսա։ Էլ չես տեսնի, հաջողություն։ Բայց գիժ է այս աղջիկը։ Ինձ շատ վատ եմ զգում, որ գիտեմ քեզ նեղացրել եմ։ Դու արդեն երկրորդ անգամ ես կրկնում ես նույն բանը։ Ու այդ պահի ազդեցության տակ չի։ Այդ էմոցիայի ազդեցության տակ չի։ Այդ քո համոզմունքն է։ Նարը, ես գիտեմ, որ դու լիքը բան ես զոհում իմ համար։ Ու գիտեմ, որ քո համար հեշտ չի ու չի էլ եղել։ Գիտեմ, որ անընդհատ այդ միտքը քեզ տանջում է, որ ես եմ քո աղբորը սպանել։ Ու ձերոնք էլ հաստատ առիթը բաց չեն թողնելու, որ հիշացնեն քեզ դրա մասին։ Ու առիթից օգտվելու են անպայման։ Նենց ոնց որ դու ես ինձ ճանաչում ու առանձնացնում բոլորից, նենց էլ ես
Քեզ ճանաչում ու առանձնացնում եմ բոլորից։ Ինչքան որ քո ընտանիքը իմ համար թշնամի է, ես ամել գիտեմ, որ քո հերն ու աղբերն են ինձ տենց վերաբերվում։ Բայց այս աշխարհն էլ որ շուռ գան արե, ես քեզ շատ եմ սիրում։ Դու գիտես, որ իմ համար դու յուրահատուկ ես։ Ու ինչ ուզում ա լինի, ես քեզ մենակ չեմ թողնելու։ Ու չեմ թողնելու, որ հանկարծ ինչ-որ մեկը քեզ նեղացնի։ Բայց այդ նույնը չեմ կարա մտածեմ Վռամի համար։ Չեմ կարա մտածեմ ու պատկերացնեմ այդ պահը, որ հերդ ոնց վերաբերվի Սոնային այդ պահին Վռամը ինչ կանի։ Եթե վատ վերաբերվի Սոնային այդ պահին Վռամը կպաշտպանի, թե չէ։ Ու այդ մտքից ես չգիտեմ, ատում եմ ինձ էլ այս ամբողջ աշխարհն էլ։ Այն մտքից, որ կարողա քուրս լացի ու ես չիմանամ դրա մասին ու չկարողանամ իրան օգնեմ։ Հայկ, Վռամը պակաս չի սիրում Սոնային։ Քան դու ինձ։ Ու գիտես Վռամը քանի անգամ ա դեմ դուրս եկել համ պապային, համ մամային։ Սոնայի համար։ Մեկը չգիտեմ անհանգստանում եմ ես Սոնայի համար նարը։ Դե հա, դու ունեց ես անհանգստանում, ոնց երբ Վռամը կանհանգստանա, եթե ես գամ քո հետ։ Հա, մեկը համեմատում ես։ Նարը ինչ ուզում ես ասա, ինչ ուզում ես արա, բայց որ զանգում եմ զանգերիս պատասխանի։ Լսում ես։ Միշտ հետս կապի մեջ եղի։ Միշտ հետս եղի նարը, որովհետև ես առանց քեզ չեմ կարողանում։ Չեմ կարողանում առանց քեզ։ Բայց դու ոնց որ կարողանում ես, հա։ Հայկ, դու շատ վատն ես, անկեղծ եմ ասում, բայց ես քեզ շատ եմ սիրում։ Գիտեմ։ Արմո, աղբոր պես։ Ոչ մի բան չասես ու չհամոզես։ Ես այդ թղթերի տակ ստորագրողը չեմ։ Վռամ համոզելու ոչ մի բան չկա, ես քեզ իրավիճակն եմ բացատրում։ Ախպեր ինձ իրավիճակ մի բացատրի։ Ես ինչ պետք էր իմ աչքով լավ տեսա։ Լիլիթն է։ Սոն։ Բարև ձեզ։ Բարև Լիլիթ ջան։ Լավ ես։ Լավ եմ։ Լիլ, արի գնանք իմ սենյակ, հա։ Բայց ինչի գնանք մեր սենյակ Սոն։ Ստեղ ավելի հարմար է, դուք ստեղ խոսացեք, ես ու Արմոն կգնանք։ Ձեզ ազատ զգացեք։ Լիլիթ ջան, քեզ ազատ զգա։ Արի Արմոն։ Այս արցաններ թե իրազույգ աղբերը։ Լիլ, կամաց կլսեն։ Լսի շոկի մեջ եմ։ Ինքը խոսալ էլ գիտի, ժպտալ էլ գիտի, կամ էլ երևի փոքր ժամանակ են լռություն խաղացել, մոռացել է, որ մեծացել արդեն կարա խոսա։ Լիլիթ, Հա ինչ, շոկի մեջ եմ, հասկանում ես Սոնա ջան։ սուրճ կխմես։ Տունը մարդ չկա ուրիշ։ Չէ, Վռամի պապան գնացել է օֆիս, մաման էլ է դուրս եկել, Նարեն վաղուց տանը չի։ Ես դու ոնց որ լավ հարսի կարգավիճակում ես, հա։ Բայց լսի մեկա շոկի մեջ եմ։ Վռամը ինձ երբևիցե սենց լավ վերաբերմունք չէր ցուցաբերել։ Արդեն մոռացել էի, որ ինչի համար էի ջղայնացած վրատ։ Արի գնանք սուրճ պատրաստենք, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, լավ։ Էստեղ կա։
Այսինքն նոր տարվա գիշերը մեր տանն է եղել։ Դե հա, մտածում էի լի տանը կլինես, անցյալ տարվա պես միասին կնշենք նոր տարին։ Պապաս ինչ ասեց։ Դե մտածում էր, որ կգնաս տուն։ Իրականում իրենց վիճակը շատ վատ էր, չես էլ պատկերացնի ու ես էլ չեմ կարա բացատրեմ բառերով իրենց վիճակը։ Միքոն էլ էր շատ վատ, մինչև լույս չենք քնել։ Լիլ, եթե քեզ թվում է, որ իմ վիճակը լավ ա եղել, ասեմ, որ սխալվում ես։ Դե ես հասկանում եմ իրականում ու չգիտեմ էլ ճիշտ ես արել ես ամեն ինչ, ես չեմ կարծում, որ ճիշտ էր, բայց միևնույնն է բացատրել եմ Միքոին, ամեն ինչ ասել եմ։ Ասել եմ, որ քո սիրո համար ես պայքարում, բայց մտքիցս դուրս չի գալիս, պապա, այդ վիճակը շատ վատ էր։ Պապաս ինձ երբեք չի ների։ Միքոն էլ։ Լիլ, ինչ ես անընդհատ Միքոյի անունը տալիս։ Ով։ Դու։ Ես Միքոյի անունը չեմ տվել։ Ես ընդհանուր ձեր տան մասին եմ խոսում, ինֆորմացիա եմ տալիս։ Լիլ, ես քեզ լավ եմ ճանաչում։ Չլինի ինչ որ բան ա փոխվել կյանքումդ, որից ես տեղյակ չեմ։ Սրտից նես դարդ է եղել, որ տենց գնացիր տուն գիշերը։ Բայց ես ամել գիտեմ, որ դու ինձ հասկանում ես։ Չէ, Նարե, տենց չեղավ։ Հայկ, ես չգիտեմ քեզ հասկանում եմ, թե չէ։ Բայց ես գիտեմ, որ չեմ ուզում քեզ կորցնեմ։ Էլի նույն թեման։ Ինչ ես անընդհատ այդ թեմայից խոսում, Նարե։ Ինչի է ինձ թվում, որ ինչ-որ բան կա, որ դու թաքցնում ես ու չես ասում ինձ։ Չէ, ինչ պիտի թաքցնեմ ես քեզնից։ Դե ստեղ երկու տարբերակ կա։ Կամ դու ինձ չես վստահում, կամ էլ նենց բան գիտես ու վստահ ես, որ ես այդ իմացա, մենք բաժանվելու ենք դրանից հետո։ Ու առաջին անգամը չի, որ դու այս տեսակ ակնարկներ ես անում, որ մենք պիտի բաժանվենք, որ ես քեզ մի օր պիտի թողնեմ, Նարե, իսկ այդ հեչ ինձ դուր չի գալիս։ Կարող է վերջապես բացատրես, հասկանամ։ Հա? Հայկ, ինձ թվում է նորմալ է, չէ, որ ես վախեր ունեմ։ Այս սովորական վախ չի, Նարե։ Այս ավելի շատ չվստահել է։ Չկա տենց բան։ Ինչի է ինձ թվում, որ դու ինձնից ինչ-որ մի բան թաքցնում ես։ Դու հիմա օրինում ես։ Առաջին անգամը չի, որ զգում եմ։ Նենց տպավորությունա, որ դու գիտես, որ մենք հաստատ իրար հետ չենք լինելու։ Բայց չվստահել չի, բա ինչ անար է։ Ինչը նենց չասեցի, որ սենց նեղվեցիր։ Ամեն ինչ նորմալ է։ Խնդրում եմ, չեմ ուզում խոսենք այս թեմայով։ Նարե, դու չես ուզում այս թեմայով խոսանք, ինձ էլ այս իրավիճակը դուր չի գալիս։ Դու հիմա մի փոքր բանից պատմություն ես սարքում։ Դու էլ փոխում ես թեման։ Հայկ, խնդրում եմ։ Նարե, դու չես մտածում, որ սենց ցրող պատասխաններ տալով ավելի շատ եմ ես սկսում կասկածել։ Լավ, դու վստահելուց ես խոսում, հիմա ով ում չի վստահում, ես քեզ, թե դու ինձ։ Դու նկատել ես, որ մենք էլ իրար չենք հասկանում։ Դու նկատել ես, որ մեր խոսակցությունները չեն ստացվում։ Մենք շատ լավ իրար հասկանում ենք։ Շատ լավ։ Բայց եթե ինչ-որ խնդիր կա, պիտի խոսանք։ Բա ինչ պիտի անենք, պիտի խոսանք, որ հասկանանք իրար։ Ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ Չեմ սիրում, որ թեման կիսատ է մնում։ Եթե ինչ-որ բան կա, ասա, խոսանք, հասկանանք իրար։ Հայկ, նոր ասացի, որ ամեն ինչ նորմալ է։ Այնքան բան, որ մեկս մյուսի համար ենք զոհել, այդ արդեն հերիք է, որ մեր սերը երբեք կասկածի տակ չդրվի նա։ Ես չեմ կասկածում մեր սիրո վրա։ Դու ինչի ինձ չես հասկանում։ Բացատրի կհասկանամ։ Լիլ, սպասում եմ։ Ինչ ես ուզում լսել, Սոնա ջան։
Դե ինչ եկել ես, օրինակ հայկից չես խոսում, բայց ուրիշ ժամանակ որ թողեինք, հայկից անverջ կարայիր խոսեիր։ Ինձ զբաղված տղամարդիկ չեն հետաքրքրում։ Այ օրինակ Միքոն ազատա։ Միքոյի անունը ով տվեց Սոնա։ Դու ինչ եկել ես Միքոյի մասն ես խոսում։ Ես գիտեի, որ Միքոն քո հանդեպ զգացմունք ունի, բայց որ դու էլ այ դա չգիտեի։ Դե ինձ չի որ ես զգացմունք ունեմ, բայց ինձ էլ չի։ Նենց էլ չի որ չունես, ճիշտ է։ Լսի, քո աղբերը աշխարհի ամենաանտաշ մարդն է։ Բայց համ էլ հոգատար է, լավ տղա է։ Ազնիվ։ Դե համ էլ ինձ իր հետ հետաքրքիր է։ Լիլ սեր եմ նկատում։ Շատ շուտ է դեռ սեր նկատելու համար։ Լիլ ամեն ինչ պարզից էլ պարզ երևում է, ինչ շուտ։ Անկեղծ կգտնվեմ ու կասեմ, հիշում ես, որ մենք իրեն խաբեցինք, իբր ես վատ եմ։ Ես իրականում շատ նեղվել էի ու շատ վատ էի ինձ զգում դրա համար։ Բայց համենայն դեպս հոգատար էր ինքը շատ ու ես առաջին անգամ եմ տենց բաներ զգացել իմ հանդեպ։ Շատ հաճելի էր։ Բայց միևնույն է, եթե ես իրեն նեղացրել եմ, ես էլ եմ նեղվել։ Ու մինչև աղբորդ սիրտը փորձեցի շահեմ, կրակն ընկա։ Ու ոնց հասկանում եմ, ինքն էլ կարողացավ իմ սիրտը շահել, բայց այս մեկը մենակ մեր մեջ մնա, էլի Սոնա։ Լիլ այնքան կուզեի գախնի Միքոյին այս ամենը պատմեի ու տեսնեի, թե ոնց է աչքերը փայլում։ Լիլի Միքոն շատ լավն է ու ես շատ կուզեմ, որ ձեր միջև ինչ-որ լավ բան լինի։ Ինչ ես մտածում, չես ուզում խոսել ձերոնց հետ։ Չէ, ինչ խոսամ, կամ ոնց բացատրեմ։ Ես վստահ եմ, որ իրենք էլ պատրաստ չեն ինձ լսելուն։ Բայց այնքան շատ եմ կարոտել մերոնց։ Ճիշտ կլինի ես արդեն գնամ։ Ճիշտ կլինի, որ իրար չխաբենք։ Ինչ որ բան չասելը, էլի խաբելը համարվում նարե։ Հա, այսինքն դու քո համար որոշեցիր, որ ես քեզ խաբում եմ։ Չէ, ուղղակի ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Ես այս կյանքում ամեն ինչ պատրաստ եմ ներել նարե։ Ամեն ինչ։ Եթե կանգնեն իմ առաջ ու ասեն, թեկուզ են ամենավատը պատրաստ եմ ներել, բայց խաբելը երբեք։ Որովհետև այդ աններելի բան է։ Խաբելը չի լինում ներել։ Ավելի հեշտ է անծանոթին ներես, քան հարազատ մարդուն նարե, որովհետև հարազատին ավելի ուշ են ներում, ու հարազատից չես սպասում այն հարվածին, ինչը որ ստանում ես։ Հիմա ինչի համար ես այս ամեն ինչը դու ինձ ասում։ Ես էլ չգիտեմ ինչ եմ ասում։ Զգում եմ, որ պետք է ասել, դրա համար էլ ասում եմ։ Մի րոպե, հիմա ինչ է ստացվում։ Դու խոսում ես նրանից, որ ես քեզ չեմ վստահում։ Բայց քո խոսքից դուրս է գալիս, որ դու ինձ չես վստահում։ Ու այս սովորական հարաբերություն չի, որովհետև մի փոքր բանից մեծ պատմություն սարքեցիր։ Հորքուրիցդ տեղեկություն ունես։ Չէ։ Ինչի ես հարցնում։ Լուր չունես, հա, նար է հորքուրիցդ։ Չէ, Հայկ, լուր չունեմ։ Ես չեմ հասկանում, հիմա ինչ ասեմ կասկածելու ես։ Ինչ ես այդ դեմքով նայում իմ վրա։ Կբացատրես հասկանամ ինչ է կատարվում։ Երկուսս էլ լարված ենք, մի քիչ շատ տաքացանք երևի։ Ինչ ես անում։ Փորձում եմ քեզ հասկանալ, բայց չի ստացվում։ Այսինքն մի հատ էլ ես մեղավոր դուրս եկա։ Իսկապես ես արդեն ուզում եմ գնամ։ Կխոսանք կգնաս։ Ինչ խոսանք, ինչից խոսանք։ Դու չես հասկանում, որ այս սովորական խոսակցություն չի, ես ուղղակի փոխադարձ մեղադրանք է։ Ու ես չեմ ուզում լսեմ այս ամեն ինչ, ինձ հաճելի չի։ Հետո։ Հետո չգիտեմ, Հայկ։ Իսկապես չգիտեմ։ Բայց պետք է որ Լիլիթը ձեր տուն գա գնա։
Չհասկացա։ Այդ քո ինչ քննարկելու թեման է, Արմոն։ Քո ինչ գործն է։ Ընդհանրապես իմ գործը չի, վրամ, ես քո համար եմ ասում։ Լիլիթը Սոնայի տանանդամների հետ մոտիկ է, իր գալ գնալով կարա Սոնայի գլուխի հիմար մտքեր լսնի։ Դու կարաս քո կյանքի խնդիրներով զբաղվես, Արմոն։ Լիլիթը այս տան հյուրն է, Սոնայի հյուրն է։ Իսկ Սոնան ում ուզի ու երբ ուզի կարա այս տուն հրավիրի։ Ես քո համար եմ ասում, ինձ ինչ։ Իմ համար ոչ մի բան պետք չի ասել, Արմոն։ Ես նենց չի, որ Սոնային ստիպելով եմ այս տուն բերել ու պահում, որ մի հատ էլ մտածեմ կարողա փախնի։ Դու գնա օֆիսի խնդիրներով զբաղվի։ Ու լավ կլինի իմ խիստ ընտանեկան հարցերով չզբաղվես ու չքննարկես։ Սոն, բայց խնդրում եմ, էլի արդեն սկսի աշխատանքի գալ։ Ես չեմ կարող այդքան գնամ գամ այս տուն։ Քեզ շատ եմ կարոտում, բայց անհարմար է։ Լիլ, ինձ թվում է այսքան օր այդ հարցը կլուծվի, ես էլ եմ ուզում գամ աշխատանքի։ Ու անպայման պետք է գաս, թե չէ քո բոլոր հաճախորդներն ինձնով եմ անելու մնաս առանց գործ։ Լիլիթ ջան, ես արդեն գնում ես։ Հա, արդեն գնում եմ։ Լիլ, ապրես որ եկար։ Դե կսպասեմ, որովհետև աշխատանքի տեղը արդեն ասել եմ, քո բոլոր հաճախորդները ես ինձ եմ վերցնելու։ Եկել էիր, որ այդ համոզեիր։ Յա, Արմո ջան, կներ ես, որ ամեն գալուց առաջ քեզ մի հատ զեկուցագիր չեմ գրում։ Բայց ես երևի իրոք արդեն գնամ։ Ցտեսություն ձեզ։ Հաջողություն։ Կարող է պետք չէր, որ ես այս ամեն ինչը ասեի, բայց ոնց տեսնում ես, իմ ասածները ճիշտ է դուրս գալիս։ Ու այս աղջիկն էլ հատուկ նպատակներով է այս տուն գալիս։ Ոնց որ այդ քեզ շատ է, հա, ուզում։ Ինչի քեզ չի ուզում։ Ընդհանրապես։ Ու լավ կլինի, որ քեզ էլ չհուզի, Արմոն։ Չեմ հասկանում, վրամ, ես քո ընկերն եմ, թե թշնամին։ Արմոն, որ թշնամին լինեիր, հիմա ստեղ չէիր լինի։ Բա որ տենց է, ինչի իմ ասածները չես լսում։ Ես քո վատը չեմ ուզում։ Ես քեզ սխալ բան չեմ ասի, վրամ։ Սոնան քո կինն է, ու ես տենց էլ ընդունում եմ։ Դրանում ոչ մի թեմա չկա։ Ոչ էլ կարա լինի։ Ինչ ասում եմ, քո համար եմ ասում, մնացածը դու գիտես։ Դու որոշի։ Ոնց որ քո գնալու ժամանակն էլ է, հա։ Արի ճանապարհ եմ։ Մեր միջև կիսատ մնացած խոսակցություն կա, որ ինձ ոչ մի կերպ հանգիստ չի տալիս։ Պիտի հանդիպենք ու հնարավորինս շուտ։ Ու շատ պետք է ինձ հետևես, Միքո ջան։ Տեսել եմ, դուրս արի։ Եկել եմ, որ խոսենք։ Ուղղակի տեսա, որ Ադամյանների տուն ես մտնում, ասեցի սպասեմ։ Հա, երևում է, որ հարցեր ես ուզում տաս, հանգիստ կարաս տաս։ Ոչ մի հարց չեմ ուզում տամ։ Ասեմ, որ Սոնան լավ էր, սպասածից էլ ավելի լավ։ Ոչ են նեղացրել Սոնային։ Չէ, ես քեզ միշտ ասում եմ, որ վրամը Սոնային իրոք շատ է սիրում ու հնարավոր չի նեղացնի։ Սոնայի միակ տխրության պատճառն է, որ ձեզնից հեռու է։ Դրա համար է տանջվում։ Այդ իր ընտրությունն է եղել։
Հա, բայց դուք ուրիշ տարբերակ այդ աղջկան չեք էլ թողել։ Բայց ոնց որ ջղայնացած ես դուրս եկե, հա? Հա, այն Արմոն սև կատվի պես դուրս եկավ դեմս, տրամադրությունս փչացրեց։ Քեզ բանա ասե Արմոն։ Չէ, նա այդքան չկա, որ ինձ բան ասի։ Բա ինչ էր տես խոսում։ Որովհետև տեսել եմ Նարեի հետ ոնց ա վարվել։ Էնպես չի, որ Սոնայի հետ էլ լավ ա վարվել, ուղղակի այն ժամանակ վռամը կարգոն է, իսկ Նարեի դեպքում չկար ոչ մեկ։ Ու տեսել եմ ոնց ա ինքը քաշքշել Նարեին ու դրա համար ասում եմ զզվում եմ այդ մարդուց։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Նարեն։ Կարևորը Արմոն Սոնային ու քեզ բան չի ասել։ Ինձ։ Քեզ ինձ բան կասի, թե չէ։ Ոնց ինձ ինչ։ Ուրեմն դու մի ամբողջ գիշեր փողոցներում ցրտին իմ հետ կանցկացնես, իսկ Արմոն կամ ինչ-որ ուրիշ մեկը քեզ բան ասի, ինձ պետքա մեկ լինի, հա։ Սարկազմ կար խոսքիդ մեջ։ Չէ, ընդհանրապես։ Ուղղակի այդ գիշեր ինչ-որ բան էր ասում ու կիսատ մնաց։ Ով։ Ես էի բան ասում։ Հա, դու։ Ես տենց բան չեմ հիշում։ Ես շատ լավ հիշում եմ։ Ասում էիր, որ այդ ինչ-որ բան է նշանակում, որ իմ հետ ես մնացա գիշերը։ Ես քեզ ոչ մի բանով չեմ կարող օգնել։ Լիլի ջան, ես չգիտեմ դու ինձ ինչքանով ես հասցրել ճանաչես։ Բայց եթե ես իմ ուզածին չեմ հասնում, ձեռքս չեմ քաշում։ Ու քո ուզածը ի՞նչ է։ Որ իմ հարցին պատասխանես։ Ոնց որ ես գիտեմ այդ հարցի պատասխանը, բայց ուզում եմ քեզնից լսեմ։ Ինչի որոշեցիր այդ գիշերը մնաս իմ հետ։ Ես քեզ մեկ չեմ։ Կամ ես ով եմ, որ քո տունը նոր տարին անցկացնելու փոխարեն եկար ու այդ ցրտի մնացիր կողքս։ Ու ասում ես, որ այդ ինչ-որ բան է նշանակում։ Ինչ է նշանակում այդ Լիլիթ։ Գնաց Արմոն։ Հա, Ինձ դուր չեկավ ինքը ոնց խոսած Լիլիթի հետ։ Սոնա, ես ինչ պետք էր Արմոյին արդեն ասել եմ։ Իսկ դու մտածել ես ասածիս պահով։ Գործի պահով։ Սոն, ես միշտ դեմ չեմ եղել քո աշխատելուն, գիտես։ Հիմա եթե մտածում ես տենց ավելի լավ կլինի քո համար, ավելի հանգիստ կզգաս քեզ, խնդիր չկա։ Ուղղակի ես մտածում եմ, որ հակառակ էֆեկտը չլինի էլի քո վրա։ Այսինքն ուրախ չգնաս գործի, տխուր հետ գաս։ Չէ, տենց բան չի լինի։ Ուղղակի ինձ շատ է պետք, որ ես վերադառնամ իմ գործին։ Ուրեմն արդեն ավելի շուտ պիտի արթնանամ։ Ինչի՞։ Դե որ քեզ տանեմ գործի, ես էլ գնամ օֆիս։ Այ այս ժպիտիդ համար ամեն ինչի պատրաստ եմ։ Ես քեզ սիրում եմ։ Ես էլ քեզ։ Ես գիտեմ, որ ուզենալու ես հանդիպենք։ Եթե խոսքը երեխուս մասին չլիներ, ես հաստատ հանդիպում չէի փնտրի։ Դու ասացիր, որ կօգնես։ Ես չեմ էլ պատկերացնում, թե դա ոնց է լինելու։ Դու չգիտես իմ մահացած ամուսնու բարեկամներն ովքեր են։ Իսկ դու վստահ ես, որ դու ինձ ճանաչում ես։ Այդպես բան չկա, որ ես չկարանամ անեմ։ Իհարկե, եթե դա ինձ պետք է։ Հասկացա։ Բնականաբար օգնությունը տանշահախնդիր չի լինելու։ Դե լավությանը պետք է լավությունով պատասխանես։ Իսկ ես ինչքանով վստահ լինեմ, որ դու իրոք իմ երեխու հարցում կարող ես հուսալի թիկունք լինել։
Իմ խոսքը պետք է քո համար հերիք լինի։ Եթե ես մի բան ասել եմ, ես դա արդեն անում եմ։ Իսկ օգնությանը դիմաց ինչ ես ուզում։ Քո լռությունը։ Հորքուր կբացատրես ինչա կատարվում։ Ուր ես կորել։ Ես պիտի խոսեմ հետդ, խնդրում եմ, մի բան արա, իմ հետ կապվի։ Դու ինձնից անհնարինն ես պահանջում։ Եթե ես լռեմ, կստացվի, որ Սաքոյի հանցակիցն եմ։ Եթե լռեմ, կստացվի, որ իմ խոսքի արժեքը չգիտեմ։ Դու մենակ քո վրեժի մասին ես մտածում։ Լավ ես անում, ճիշտ ես անում։ Բայց պետք է նենց անել, որ այդ ճանապարհին ուրիշ մարդ չտուժի։ Կյանքի օրենքն է։ Միշտ էլ անմեղներն ամենաշատն են տուժում։ Բայց մենք կարող ենք անել նենց, որ այս պատմության մեջ քո երեխան ուժող դուրս չգա։ Հասկացա։ Դու գտել ես իմ թույլ տեղն ու անընդհատ օգտագործում ես իմ դեմ։ Ես խաղա ամեն մարդ իր ձև է խաղում։ Բայց ես ունեմ ձև, որ քո երեխուն բերեմ ստեղ ու իրան ոչ մեկ էլ չկարանա կպնի։ Դու քո երեխու մասին ես մտածում, ես էլ իմ։ Ինձ թվում է արդար է, չէ՞։ Խոսքիդ մեջ եւ շանտաժ կա, եւ օգնություն, եւ պարտադրանք։ Ես քեզ ոչ մի բանում չեմ պարտադրում։ Ինչ ուզում ես, դա էլ արա, որոշողը դու ես։ Ձերքերս պոկվեցին, ես ինչ ծանր էր։ Ասենք կգայինք կօգնեինք։ Չէ, ինչի համար, ես արդեն սովոր եմ։ Թխված թխելու համար մի քանի բան եմ առել։ Մտածում եմ վաղ առավոտյան միասին մի բան թխենք։ Ինչ ես մտածում։ Իհարկե մեծ հաճույքով, բայց ես տանը չեմ լինելու վաղը։ Տանը չես լինելու։ Հա, վաղը աշխատանքի պետքա գնամ։ Ոնց թե աշխատանքի ես գնում։ Ինչի համար։ Սովորաբար ինչի համար են գնում աշխատանքի։ Սոնա ջան, դու նոր ամուսնացած աղջիկ ես։ Վրամը քեզ ամեն ինչով կապահով, ինչի համար ես աշխատանքի գնում։ Բայց մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Բալես ինչ ճիշտ հասկացի։ Ես չեմ ուզում, որ ձեր նոր ստեղծված ընտանիքում դրա պատճառով կռիվներ լինեն։ Իսկ դրա պատճառով հաստատ կռիվներ կլինեն։ Չէ, Վրամը տեղյակա ու դեմ չի։ Հիմա դեմ չի, հետո դեմ կլինի։ Քո տնից դուրս գալը նոր վեճերի կարող է առիթ դառնալ։ Աղջիկս, դուք նոր ընտանիք եք, քո ուսերին մեծ բեռ կա։ Քո ցանկություններից ավելի կարևորը տան խաղաղությունը։ Ես կարծում եմ, որ խնդիր չի լինի։
Իմ տանն էլ ես աշխատում էի, իսկ իմ papan ինձ ապահովում էր։ Աշխատանքի էլ գնում էի, որովհետև սիրում եմ։ Ու հիմա էլ ուզում եմ աշխատեմ։ Ոնց եք։ Լավ ենք։ Այդ ինչ աշխատանքի մասին էր խոսքը։ Խոսում ենք էլի, Սակո։ Ես ճիշտ ասեցի, որ ուզում ես աշխատել։ Բայց ես աշխատանքից դուրս չեմ եկել։ Ինձ թվում էր շատ բան ա փոխվել։